Ողջույն, Դոկտոր Սրումի YouTube-յան ալիքի եթերում նորից գաստրոթայմն է և ես գաստրոենտերոլոգ Շուշանիկ Միրիջանյանը։ Մենք շարունակում ենք այն հաղորդումների շարքը, որտեղ երկու մասնագետով քննարկում ենք ձեզ համար ամենաակտուալ հարցերը։ Եվ այսօր իմ հյուրն է մանկաբարձ գինեկոլոգ Թողրամաջյան կլինիկի հիմնադիր Աննա Թողրամաջյանը։ Բարև ձեզ բժշկուհի ջան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ հրավերի համար։ Ինձ շատ հետաքրքրեց գաղափարը, ուզեցի անպայման ես էլ մասնակից լինեմ։ Առհասարակ այս գաղափարը ծագել է մեր պացիենտների, մեր հետևորդների համար, որպեսզի այն երկու մասնագետները, որոնց պացիենտները ընդհանուր են, խոսեն ամենաակտուալ եւ ամենաշատ հետաքրքրող հարցերի մասին։ Եվ այսօր կխոսենք դուք որպես գինեկոլոգ, ես որպես գաստրոենտերոլոգ այն մասին, թե մեր պացիենտները երբ են ընդհանուր, երբ են մեր խնդիրները խաչվում միմյանց եւ երբենք մենք ուղղորդում միմյանց մոտ մեր պացիենտներին։ Շատ հաճախ մենք ունենք այնպիսի պացիենտներ, որոնք ունեն անբացատրելի փքվածության զգացողություն, գազեր, որովայնի փքվածություն եւ այլն։ Եվ այդ պացիենտների երկարատև զրուցելուց հետո պարզ է դառնում, որ ունեն որոշակի գինեկոլոգիական խնդիրներ, որոնք կարող են պատճառ դառնալ փքվածության զարգացման։ Այս պարագայում ինչպես եք վարվում պացիենտների հետ, երբ գաստրոենտերոլոգը ուղղորդում է ձեզ մոտ։ Խնդիրները երկու տեսակի են լինում, այսինքն եթե օրինակ փքվածությունը առաջանում է հղիների մոտ, դա արդեն ուրիշ խնդիր է, եւ երբ որ խնդիրները առաջանում են ոչ հղի կնոջ մոտ, որոնք ունեն օրինակ հորմոնալ դիսբալանս կամ մետաբոլիկ համախտանիշ, նախկինում, ինչպես ասում էին, պոլիկիստոզ ձվարանների համախտանիշ, որը փառք Աստծո վերանվանվեց, ճիշտ է տեխնիկապես ոչինչ չփոխվեց, բայց գաղափարը արդեն իսկ որոշակիորեն հուշում է ուղղվածությունը եւ պատճառը։ Հղիների դեպքում շատ հաճախ մենք դիմում ենք գաստրոենտերոլոգների օգնությանը, ոչ միայն փքվածության դեպքում շատ կանգատներ կան, որոնք գաստրոենտերոլոգի օգնության կարիքն են ունենում, բայց այ հորմոնալ դիսբալանսի, մետաբոլիկ համախտանիշների դեպքում հիմնականում գաստրոենտերոլոգները մեզ պետք է ուղղորդեն, որովհետև հիմքը թաքնված է մեզ մոտ, այսինքն գինեկոլոգիական խնդիրն է առաջացնում գաստրոենտերոլոգիական գանգատ, ոչ թե հակառակը։ Ցավոք պետք է նշեմ, որ ոչ բոլոր գաստրոենտերոլոգներն են դրան լուրջ վերաբերվում եւ ճիշտ անամնեզ չեն հավաքում կամ ոչ միշտ են ճիշտ հավաքում կամ նույնիսկ եթե ճիշտ հավաքում են չեն ուղղորդում։ Եթե գաստրոենտերոլոգները գրագետ են մոտենում հարցին, այսինքն իրանք չեն լուծում խնդիրը, գանգատը, որը առաջացել է հորմոնալ դիսբալանսի կամ մետաբոլիկ համախտանիշի հետևանքով։ Իրանք ուղղորդում են արդեն գինեկոլոգի, էնդոկրինոլոգի, նայած որ տեսակի խնդիրն է առաջացնում գանգատները եւ հակառակը։ Մենք չենք ուղղորդում, այդ դեպքում մենք փորձում ենք հորմոնները կանոնակարգել, կանոնավորել, ինչից հետո արդեն ավտոմատ կերպով գաստրոենտերոլոգիական գանգատները վերանում է։ Միանշանակ գաստրոենտերոլոգը ամբողջ հետազոտությունները անելուց իհարկե գաստրոենտերոլոգիական խնդիրները բացառելուց հետո եւ անամնեզում հասկանալը, որ տվյալ կինը ունի նմանատիպ գինեկոլոգիական հորմոնալ խնդիրներ, ես ամեն դեպքում այդպես եմ վարվում եւ շատ հաճախ նաեւ ֆիզիոլոգիական է համարվում փքվածությունը, օրինակ դաշտանային ցիկլի կամ օվուլյացիայի օրերին նորից էլի կապված չէ հորմոնալ փոփոխությունների հետ։ Հորմոնալ ամպլիտուդի հետ մեկտեղ մենք ունենում ենք աղիների պերիստալտիկայի փոփոխություն, ինչի հետևանքով վերնշված ձեր ասած գանգատները առաջանում են։ Պետք է հասկանալ, տարբերակել արդյոք դա պաթոլոգիա է, թե պաթոլոգիա չէ, նորմա է, թե նորմա չէ, եւ արդյոք հիմքը գաստրոենտերոլոգիական է եւ ոչ հորմոնալ։ Եվ վերջի վերջո, երբ որ դու հասկանում ես, որ գաստրոենտերոլոգիական ոչ մի խնդիր տակը թաքնված չկա, պետք է ուղղորդել ճիշտ մասնագետի մոտ, ոչ թե ուղղակի պացիենտին հոգնեցնել, դեղախեղտանել, դիետաներ անել եւ միևնույնն է ապարդյուն է լինելու, արդյունք չի ստանալու եւ պացիենտը նույն գաստրոենտերոլոգից դժգոհ է լինելու։ Բնականաբար։ Խոսենք նաև հղիների մասին։ Ես էլ եմ շատ ունենում հղիներ, որոնք դիմում են գաստրոենտերոլոգիական խնդիրների համար։ Լինում է, որ գինեկոլոգներն են ուղղորդում, լինում են իրենցով են այդպես դիմում, եւ հղիների մոտ շատ հաճախակի ամենախանգարող գանգատը փորկապությունն է։ Տանջվում են շատ, այո։ Եվ այրոցը արդեն հղիության ուշ ժամկետներում, կապված որովայնի չափերի մեծացման հետ, երբեմն փսխումները։
Ուզում եմ սկզբից խոսենք փորկապության մասին, էլի հորմոնալ դիսբալանսով պայմանավորված փորկապություն է, չէ, հաղիների պերիստալտիկայի խանգարում եւ Պրոգեստերոնային այլն։ է, որպես այդպեսին։ Նայեք, հղիների դեպքում ես անձամբ շատ եմ ուղղորդում գաստրոէնտերոլոգ։ Ես ընդհանրապես սիրում եմ նեղ մասնագետների հետ համագործակցել ու աշխատել, որովհետեւ միևնույնն է, ամեն մասնագետ իր ոլորտի պատասխանատուն է։ Այսինքն, ես չեմ ընդունում այն բժիշկներին, որոնք հղիությունը վարում են, ասում ահա նորմալ է, բայց բոլոր գանգատները հղի ես, կանցնի հղիության ընթացքում, չէ։ Նման մոտեցում չեմ ընդունում։ Հղիների դեպքում շատ հաճախ եմ ուղղորդում գաստրոէնտերոլոգի մոտ անզուսպ փսխումների ժամանակ, որովհետև մեզ գաստրոէնտերոլոգները շատ օգնում են։ Իհարկե նույն դեղերը մենք էլ կարանք նշանակենք եւ շատ հաճախ գինեկոլոգները նշանակում են, բայց լինում են դեպքեր, որ նորից եմ ասում, տակը լրիվ ուրիշ բան է թաքնված լինում եւ դա ընդհանրապես տոքսիկոզը չի լինում։ Փորկապությունների դեպքում մեր մեծ մաս հղիները տանջվում են եւ շատ հաճախ պրեպարատները, ավանդական մեթոդները էֆեկտիվ չեն լինում, որովհետև դա եւս պրոգեստերոնային է, համատեղ փորձում են գաստրոէնտերոլոգի հետ թեթևացնել վիճակը։ Իժոգաները կամ այրոցների զգացումը, դա արդեն մեխանիկական է, արգանդի մեծացման հետ մեկտեղ ռեֆլյուքս է լինում ստամոքսահյութի, ինչի հետևանքով առաջանում է, բայց դա էլ կարա լինի թաքնված ինչ-որ մի խնդիր։ Եվ ասել դա ֆիզիոլոգիական է եւ բաց թողել լուրջ խնդիրը, դա խնդիր է արդեն հղիի համար հետագայում։ Դա է պատճառը, որ համագործակցությունը գաստրոէնտերոլոգների հետ խիստ անհրաժեշտ է։ Շատ դեպքերում լինում են այդպես այրոցի շատ սուր զգացողություններ, բայց լինում է, որ նախկինում ունեցել են խնդիր հղիները, բայց մինչ հղիությունը չեն զբաղվել դրանով եւ հղիության ժամանակ էլ ավելի է խորացել։ Ցավոք։ Այո, շատ հաճախ է հանդիպում ու այս պարագայում երբեմն կա ցուցում գաստրոսկոպիա անելու հղիության ժամանակ, սա էլ է շատ կարևոր հարց, որտեղ հղիները երբեմն հարցնում են, թույլատրելի է, եթե կա ռեալ ցուցում։ Այսինքն հղիության ընթացքում ամեն ինչ կարելի է անել, եթե կա ցուցում, բայց ցուցումը ռեալ է։ Այսինքն եւ գաստրոսկոպիա կարելի է անել, եւ վիրահատական միջամտություններ կարելի է անել, չկա հակացուցում, որ հղի ես, ոչինչ անել պետք չի, գնա թող ստամոքսի պերֆորացիա լինի։ Եթե կա ցուցում, ուրեմն այո, կարող ես կատարել։ Եթե չկա ցուցում եւ գաստրոէնտերոլոգի, գինեկոլոգի համատեղ գրագետ աշխատանքի արդյունքում հնարավոր է խնդիրը լուծել, միանշանակ ցանկալի չէ ոչ մի ավելորդ միջամտություն։ Շատ լավ։ Մենք նաև գաստրոէնտերոլոգներս հղիներին վարելուց շատ դեղերի առումով ենք շատ զգույշ, չէ՞։ Ոչ բոլոր դեղերն են կարելի հղիության ժամանակ, դրա համար շատ ժամանակ լինում է մեր ձեռքերը մի քիչ կապված են այդ առումով, այսինքն այն դեղորայքը, մեր ձեռքերն են կապված, այսինքն այն դեղորայքը, որը հստակ ոչ հղիին կօգնի, չի կարելի հղիին եւ մենք փորձում ենք այլընտրանքներ, քիչ վնասող, երբեմն, այո, արդյունքը երբեմն ֆետոտոքսիկ պրեպարատներ, իրավիճակային փոփոխություն պետք է անել։ Եթե չկա, նորից եմ ասում, լուրջ ռեալ խնդիր, շատ դեպքերում մենք գնում ենք գանգատների մեղմացմանը, որովհետև այո, մեր բոլորի ձեռքերս որոշակիորեն կապված են լինում։ Այո, եւ այդ տանջալի այրոցների հետ կապված ես միշտ խորհուրդ եմ տալիս հղիներին ուտել քիչ-քիչ, նույնիսկ կանգնած վիճակում, հա, սկզբից որոշակի անտացիդներ, եթե չեն օգնում էլ անտացիդները, պրոտոնային պոմպի ինհիբիտորներ, բայց դրանց այն ապացուցողական, որ եթե այրոց է լինում հղիի մոտ, երեխայի մազերը շատ են։ Եկեք դրանից էլ խոսենք, արդյոք այդպես է թե ոչ։ Բացարձակ կապ չունի, բայց ինձ այդ միֆը բավականին դուր է գալիս։ Արմատացած միֆ է դա, ժողովուրդ։ Շատ արմատացած, որովհետև որ օրինակի համար հարազատների հետ են գալի, ասում են դե բանը այրոցները շատ է, երևի երեխու մազերը շատ են։ Հետո երեխեն շատ մազերված առանց մազ, կամ հակառակը շատ մազերված ասում են, ասում են դրա համար է տանջվում էիր։ Օրինակ ես ինձ եմ հիշում հղի ժամանակ ես անբացատրելի այրոց ունեի, որը իսպառ անցել է ու ես անտացիդ ինձ ոչինչ չէր օգնում, դե ես գաստրոէնտերոլոգ լինելով այդ ժամանակ պրոտոնային պոմպի ինհիբիտորները դեռ ապացուցողական այն բազան չկար, կարելի է հղիներին թե ոչ, ինչ ազդեցություն կունենա պտղի վրա, բայց քանի որ իմ մայրիկն էր գաստրոէնտերոլոգ, ասեց ավելի լավ է դու խմես պրոտոնային պոմպի ինհիբիտորը ու չունենաս նմանատիպ այդ այրոցը ահա որ անտանելի էր, կարեն զարգանալ կերակրափողի էրոզիաներից արյունահոսություն, այսինքն դրա հետևանքով առաջացող բարդությունները էլ ավելի վատը լինեին, քան ես որ խմեի
պրոտոնային պոմպի ինհիբիտոր։ Իրականում ես խմեցի վերջի 3 ամիսը, փառք Աստծո, ոչ մի խնդիր չունեցա, բայց ես անկեղծ չեմ կարող դեռ վստահորեն խորհուրդ տալ հղիներին պրոտոնային պոմպի ինհիբիտորներ կիրառել երկարատև։ Նայեք, ցանկացած դեպքում ես նորից ուզում եմ այդ բոլորը հասկանան։ Հղիության ընթացքում, եթե կա խիստ ցուցում, պետք է միշտ անել մաքսիմալը, որպեսզի խիստ ցուցումը վերանա։ Այսինքն, եթե դու տեսնում ես, որ էրոզիվ ինչ-որ խնդիրներ են արդեն առաջանում եւ անդարձելի խնդիրների է վերածվում խնդիրը, ոչ մի մեթոդ չի օգնում, այո, կարող ես օգտագործել։ Բայց ամեն մի այրոցի զգացումի դեպքում օգտագործել դա ճիշտ մոտեցում չի։ Եկեք նաև խոսենք այն մասին, որ շատ ժամանակ գինեկոլոգների մոտ ինչ-որ քսուկի անալիզ հանձնելուց հետո, որևէ աղիքային միկրոֆլորա հայտնաբերելուց հետո հիվանդները ուղղորդվում են գաստրոենտերոլոգի մոտ, եթե այնտեղ կա աղիքային միկրոֆլորա, նշանակում է աղիների հետ մի բան այն չէ։ Ուզում եմ այդ միֆի մասին էլ հերքենք, խոսենք, ինչ է դա նշանակում։ Աղիքային միկրոֆլորա հեշտոցային քսուկում կա միշտ։ Այստեղ ոչ թե կան եւ չկան, այլ թե ինչ քանակի է եւ արդյոք առաջացնում են գանգատներ թե ոչ։ Չի նշանակում, որ եթե օրինակ Enterococcus faecalis կամ Escherichia coli ունեք 12, 11, 13, պետքա ունենաս անպայման գաստրոենտերոլոգիչի խնդիրներ կամ նույնիսկ գինեկոլոգիական խնդիրներ։ Ու դա չի նշանակում, որ ունես դիսբակտերիոզ։ Ու դա չի նշանակում, որ դու ունես դիսբակտերիոզ։ Դա նշանակում է դու ունես աղիքային նորմալ ֆլորա եւ հեշտոցային նորմալ ֆլորա, որը այո, պարունակում է նաեւ աղիքային ցուպիկներ։ Բայց եթե տիտրը բարձրանում է եւ կնոջ մոտ առաջանում են գանգատներ, իդեմս արտադրություն, քոր, դիսկոմֆորտ, նույնիսկ կարող է ուրետրալ հատվածը բարձրանա, առաջանա ցիստիտային երևույթներ, այդ դա արդեն պետք է բուժել, բայց չեն բուժում գաստրոենտերոլոգները, բուժում են գինեկոլոգները։ Ես ասեմ, երբեմն ես անձամբ ուղղորդում գաստրոենտերոլոգի մոտ, իմ ուղղորդումները լինում են այն դեպքում, երբ որ օրինակ հայտնաբերվել է որոշակի սեռավարակ կամ ինչ-որ բորբոքային process, որը անպայման իր մեջ ներառել է բուժում անտիբիոտիկոթերապիայով, լինում են դեպքեր, երբ որ առաջանում են փորլուծություններ, հաճախակի երևույթներից է լինում անտիբիոտիկոթերապիայից հետո նամանավանդ ասում եմ սեռավարակների ժամանակ, որոնք բավականին 3 օր չի անտիբիոտիկոթերապիան, ես երբեք 3 օր անտիբիոտիկ չեմ նշանակում, երկար անտիբիոտիկներ օգտագործելուց հետո կարող է առաջանալ փորլուծություն։ Այդ դեպքում օգնության են հասնում գաստրոենտերոլոգները, որոնք արդեն իսկ անտիբիոտիկոթերապիայի հետևանքով առաջացած փորլուծությունների խնդիրը փորձում են շտկել եւ բավականին արագ, այսինքն պացիենտը շատ հաճախ պանիկա է մատնում, իմ մոտ փորլուծություն կա։ Դեղը անտիբիոտիկից հետո փորլուծություն սկսվեց ու չի անցնում։ Երբ որ սպասես, որ ինքն իրան անցնի, կարող է շատ ձգձգվի, շատ հոգնեցնի, բայց երբ որ դիմում ես գաստրոենտերոլոգին, բավականին արագ խնդրին լուծում են տալիս։ Այո, այստեղ նաև նշեմ, որ հակաբիոտիկների հետևանքով փորլուծությունը կարող է առաջանալ եւ ուղիղ հակաբիոտիկի ազդեցությամբ աղիքի պատիլորձաթաղանթին եւ հակաբիոտիկներից հետո կլոստրիդիային վարակի առաջացման հետևանքով, դրա համար ես միշտ հակաբիոտիկոթերապիայից հետո լուծերի պարագայում ստուգում եմ կլոստրիդիային ինֆեկցիան, որը ինքը եւս բուժվում է իր համար սպეციფიկ հակաբիոտիկով, այդ շատ բավականին մեծ խնդիր է։ Եվ եկեք մի բան ֆիքսենք, որ հակաբիոտիկներից առաջացող փորլուծությունը դա չի նշանակում, որ դուք ունեք աղիների սունկ եւ պետք չէր առհասարակ խմել հակասնկային, այ երբեմն ասում են, չէ, դες հակասնկային չխմեցի, դրա համար ես ունեցա փորլուծություն, դա էլ այդպես չի, ուզում եմ դուք էլ ասեք, որ նշանակում եք արդյոք հակասնկայիններ եւ երբ։ Հակասնկայիններ նշանակում եմ ըստ ցուցման, այսինքն եթե մենք հայտնաբերել ենք սունկ եւ ունենք սունկի բարձր տիտր եւ ունենք սկայնություն, այո, նշանակում ենք։ Բայց պրոֆիլակտիկ ոչ մի պրեպարատ, անգամ ֆոլաթթու, պետք չի նշանակել, որը վիտամին է, պետք չի նշանակել, այսինքն ցանկացած դեղամիջոց պետք է լինի ցուցումով։ Սովորական քսուկի հիման վրա չի կարելի անտիբիոտիկներ ստանալ թե մոմիկի տեսքով, թե պերոս, թե խմելու տեսքով։ Այսինքն եթե դա ինչ-որ լեյկոցիտներ է նկարագրված քսուկում, լեյկոցիտներ կարա լինի քսուկում։ Ու ամենավատը այն է, որ ասում եմ, իսկ ինչ եք հանց, ասում եմ լրիվ հետազոտվեցի բժիշկ ջան, դեղերը արեցի, բայց մեկ այս լեյկոցիտները չի անցնում։ Նախ պետք է հասկանալ պատճառը ինչն է։ Եթե կա լեյկոցիտներ քսուկում ու կա գանգատ,
Կարելի է ստուգել սեռավարակներ կամ ոչ միայն սեռավարակներ, բակտերիոլոգիական քսուկ անել, որպեսզի հասկանալ ինչ բակտերիաներ կան, արդյոք նրանց տիտրը բարձր է թե բարձր չէ, արդյոք նրանք պաթոլոգիկ են թե պաթոլոգիկ չեն։ Եթե կա բակտերիա, այո, ստանալ գրագետ անտիբիոտիկոթերապիա։ Եթե չկա բակտերիա, պետք չէ։ լավ գոնե հանձնեք։ Նույնիսկ մոմիկներ պետք չէ։ Նույնիսկ մոմիկներ պետք չի։ Շատ հետաքրքիր է։ Պետք է անպայման նշվի, որ միայն քսուկի հիման վրա երբևիցե որևիցե միջամտություն, եթե անգամ ձեզ նշանակվել է, մի արեք, պետք է հասկանաք պատճառ։ Խնդիրը պետք է ունենաս, հասկանաս, հայտնաբերես, նոր միայն լուծես։ Շատ լավ, շատ հետաքրքիր, ինձ թվում է բաներից խոսացինք, թեմաներից, կարծում եմ բավականին օգտակար էր մեզ լսողների համար եւ վերջում ուզում եմ խոսենք նաեւ ձեր փոքրիկ կամ մեծ նորության մասին, որը ես տեսնում եմ սոցցանցերով, որ ինչ որ բան է սպասվում, քանի որ դուք սոցցանցերում բավականին ակտիվ եք, այդ ամեն ինչը ես տեսնում եմ, ուզում եմ հասկանամ ինչ է մեզ սպասվում, ինչ նորություն ունեք եւ ինչ իրենից ներկայացնում։ Իրականում այս գաղափարը իմ մոտ շատ վաղուց եղել է, բայց ես միշտ մտածել եմ արդյոք անել թե չանել։ Երեխայից հետո հասկացա, որ պետք է անել ու գնալ միշտ երազանքի հետևից։ Փոքրիկ չի ասի փոքրիկ, մեծ էլ դեռ չի ասի, բայց հույս ունեմ կմեծանանք։ Ինձ պետք էր համատեղել մի վայրում բժիշկների, որոնց ես վստահում էի, մատուցել պրոտոկոլային բժշկություն եւ որ ամենակարևորն է յուրահատուկ սպասարկումով հարգելով դիմացինի ժամանակը, իրավունքները, ինչու իրավունքները, որովհետեւ ամեն պացիենտ ունի իր իրավունքները, այդ թվում բարձրաձայնելու իրենց խնդիրը, հետազոտվելու արժանապատիվ, լավ պայմաններում, իրենց ժամանակը խնայելով եւ ստանալու բարձրակարգ բժշկություն։ Իմ խնդիրը այդ ամենը համատեղել էր մեկ վայրում եւ ընտրել այնպիսի մասնագետների, որոնք ռեալ լավն են եւ որոնք ռեալ անում են բժշկություն եւ որոնք պատրաստ են, այո, դեմ գնալ կարծրատիպերի եւ անել համաշխարհային արդի բժշկությանը բնորոշ բժշկություն։ Շատ լավ է, շատ լավ միտք է, երբ ենք սպասում բացմանը։ Շատ քիչ հաշված օրեր են մնացել։ Ես կարծում եմ մենք այդ ամեն ինչին ներկա կլինենք, կլսենք դրա մասին եւ շատ ուրախ եմ նման նախաձեռնության համար եւ ձեզ ճանաչելով վստահ եմ, որ իդեալական վայր է լինելու ամեն ստանդարտներին ու պրոֆեսիոնալ սպասարկումով, VIP սպասարկումով։ Այդ VIP բառը չեմ սիրում, բայց private է լինելու Այդ շատ։ private ավելի սիրուն է։ Շատ լավ, շատ շնորհակալ եմ։ Ձեզ եմ շնորհակալ։ Հարցազրույցի համար, հրավերի համար։ Հուսով եմ նորից կհանդիպենք, նորից կխոսենք եւ ձեզ հաջողություն եմ մաղթում ձեր բռնած գործում։ Շնորհակալ եմ անչափ, ձեզ էլ հաջողություն, բավականին հետաքրքիր էր ֆորմատային առումով, թող շարունակական լինի, ձեզ եմ շնորհակալ։ Ձեզ հետ ես էի գաստրոենտերոլոգ Շուշանիկ Միրիջանյանը, իմ հյուրը մանկաբարձ գինեկոլոգ Աննա Թողրամաջյանն էր, իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել Doctors Room-ի YouTube-յան ալիքին, որպեսզի բաց չթողնեք մեր հետագա հաղորդումները։